Մենք ուզում ենք հասկանանք տարբեր գիտնականներ, տարբեր գիտական խմբեր ինչով են զբաղվել նախորդ տարին ու ներկայացնենք մեր կատարված աշխատանքը։ Եվ միջգիտակարգային հետազոտությունների զարգացման համար եւ տարբեր խմբերի հնարավորությունները հասկանալու համար շատ կարեւոր միջոցառում է։ Զարգացող գիտություն, որովհետեւ բազմաթիվ ցուցիչներով տեսնում ենք, որ եւ հրապարակումների քանակն է աճում, եւ ֆինանսավորումն է այլապես աճել, եւ արդյունքներն են սկսում երևալ ու հայտերի քանակը, որ մենք դիմում ենք պետությանը կամ այլ դրա համար շնորհային ծրագրերին գիտական նախագծերով, դրանց քանակը եւս այլապես աճել է։ Ունենք կայուն զարգացում ու համոզված եմ, որ այս տեմպը պահելու դեպքում որոշ ժամանակ անց նաեւ կիրառվող արդյունքներ էլ կերևան։ Չնայած արդեն ունենք 40 տարի գիտության կոմիտեն հայտարարեց պետության կարիքների համար դրամաշնորհի հայտերի ընդունում եւ մեծ փաթեթ ԵՊՀ-ից նման հայտեր գնացին։ Դրանք հայտեր են, որոնք ուղղված են կոնկրետ պետական խնդիրների, որոնք առաջացել են Հայաստանի տարբեր գերատեսչություններում, այդ խնդիրների լուծմանը։ Կարող եմ նշել մի քանի ոլորտ, բնագիտական թևում ունենք շատ էական զարգացումներ, սկսած գերհամակարգչից, տարբեր ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի լաբորատորիաների սարքավորումների հագեցման, որ բերում է հետազոտությունների զարգացման ու արդյունքների ի հայտ գալուն։ Ու նաև մեր հումանիտար ու հասարակական ոլորտը եւս շատ էապես զարգացել է։ Եթե հոդվածները նայեք, տեսնենք, որ այնտեղ գուցե թռիչքային ձևով շատանում են հոդվածները, որ շատ կարևոր ու լավ ցուցիչ է։ Նորարարության տեմպը աճել է նոր հետազոտությունների, նոր աշխատանքների տեմպը։ Ամեն ինչ էապես թռիչքային զարգանում է։ Եվ հիմնական մարտահրավերը եղել է եւ կա, դա լինել է տեմպին մեջ ու այդ տեմպին կարողանալ հետևել։ Կան ոլորտներ, որ միջազգային առումով երևում է, որ ինչ-որ անցումային վիճակներում են։ Այդ դժվար է ինձ գնահատել ոլորտները, որոնք իմ մասնագիտությունից շատ են հեռու, բայց համատավար մոտ ոլորտներում այնտեղ հարստական բանականությունը ակնհայտորեն փոխելու է մեր բազմաթիվ աշխատելաոճ նվազագույնը, փոխելու է այն մոտեցումները, որ ունենք քվանտային համակարգիչներում, գուցե շատ էական առաջընթացներ լինեն, դրանից բացի այլ էներգիայի ոլորտում ինչ-որ շատ հետաքրքիր զարգացումներ Չինաստանից ու Ֆրանսիայից են երևում, որովհետև տասնամյակներով չլուծված խնդիրների հետ կապված ունենում են էական առաջընթացներ։ Կարելի է ենթադրել, որ որոշ ժամանակ անց արդեն դրանք կհասնեն կիրառելի վիճակի։ Ամենաուղիղ կերպով պետք է նպաստի։ Ինչ է նշանակում դա։ Պետք է մեր որոշումները լինեն գիտահեն, պետք է մեր գիտությունը ներդրվի մեր տնտեսության մեջ, պետք է չտարանջատենք այդ երկու հասկացողությունը իրարից։ Այսինքն, եթե մենք սկսում ենք մտածել, թե որտեղ ներդնենք այս գիտական աշխատանքը, այդ արդեն փակուղի է։ Մենք երբեք դրան պատասխան չենք ունենալու։ Այլ կարող ենք պատասխան ունենալ, եթե այդ երկուսը իրար համահունչ զարգանան։